Հայաստանի արտգործնախարարությունը 2 օր անց չի արձագանքել Կարնեգի հիմնադրամի հրապարակմանը, որի համաձայն ԱՄՆ նախագահի վարչակազմը Երևանին և Բաքվին Ադրբեջանը Հայաստանի տարածքով Նախիջևանի հետ կապող ճանապարհի հարցով առաջարկ է ներկայացրել։ Խոսքը ճանապարհի կառավարումը օտարերկրյա մասնավոր ընկերությանը պատվիրակելու մասին է։ Ըստ Քարնեգիի, Վաշինգտոնի առաջարկը հիմնվում է ամերիկյան տրամաբանության վրա, ըստ որի համաձայնագրի երաշխավորը պետք է լինի ամերիկյան բիզնեսը, ինչպես որ արդեն տեղի է ունեցել օրինակ Ուկրաինայում հազվագյուտ մետաղների գործարքում։ Բաքուն ևս լռություն է պահպանում։ Չեմ կարող մանրամասներ հայտնել այս թեմայի կապակցությամբ, կարծում արտաքին գործերի նախարարությունը ըստ անհրաժեշտության բարձրաբանումներ կտա այս հրապարակման հետ կապված։ Չեմ կարող ասել, արտաքին գործերի նախարարությունը այս թեմայով ըստ անհրաժեշտության բարձրաբանումներ կտա։ Բայց թե պաշտոնական Երևանը, թե հայաստանցի մյուս պաշտոնյաները մինչև այս պահը նաև չեն հերքել այդ հրապարակման տեղեկությունները։ Քաղաքացիական պայմանագրի վարչության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը զերծ մնաց պարզաբանումներից ամերիկյան առաջարկի մասին գրած Քարնեգի հիմնադրամի վերլուծաբան Օլեսիա Վարդանյանը հղում էր արել օտարերկրյա 2 դիվանագետների։ Միաժամանակ բազմաթիվ հարցեր են բաց մնում։ Ինչ է ենթադրում Վաշինգտոնի առաջարկը։ Մասնավոր ընկերությունը միայն Հայաստանի, թե նաև Ադրբեջանի տարածքում կկառավարի երթուղին։ Ինչ գործառույթներ կունենա անվտանգության ապահովման, թե նաև մաքսային ստուգումների լիազորությամբ։ Եվ ամենակարևորը, ինչ տեսակետ ունի Երևանն ամերիկյան առաջարկի վերաբերյալ։ Արդյոք ծանոթացել են նաև Բաքվի դիրքորոշմանը դեմ թե կողմ է։ Նաև այս հարցերն են ուղղել Արարատ Միրզոյանի ղեկավարած կառույցին, բայց պատասխան արտգործնախարարությունից մինչև այս պահը չենք ստացել։ Նախկինում Երևանը խոսել է թե պարզեցված ընթացակարգերի իր առաջարկից, թե ճանապարհներին լիցենզավորված մասնավոր պահնորդական ընկերության գաղափարից։ Միևնույն ժամանակ շեշտել, թե ինքնիշխանության սկզբունքը պետք է պահպանվի։ Բաքվից դրական արձագանք չի եղել։ Բացառում եմ, որ նման բան ընդհանրապես չկա եւ նման տեղեկույթ կարող էր հայտնվել Կարնեգի հրապարակման մեջ, մանավանդ ես նաև երկար տարիներ ճանաչում եմ հեղինակին։ Ապրի Արմենիա վերլուծական կենտրոնի ավագ գիտաշխատող Բենյամին Պողոսյանը Քարնեգիի հրապարակումը արժանահավատ է համարում։ Նկատեց գաղափարը նոր չէ, երբ հայ-ադրբեջանական բանակցություններում միջնորդ էր Եվրամիությունը, կողմերին նման առաջարկ եղել է։ Բայց վերլուծաբանը կասկածում է, որ Ադրբեջանը կհրաժարվի իր առավելապաշտական ձգտումներից։ Ադրբեջանը հաստատի պահանջում է արտատարածքային միջանցք, զրո վերահսկողություն, զրո ստուգումներ եւ այլն։ Եթե այդ ճանապարհը բացի ոչ թե հիմա, այլ մի քանի տարի անց, չեմ կարծում, որ Ադրբեջանը դրանից սարսափելի ծանր հարված կստանա։ Եթե խնդիրը նա է, որ ադրբեջանցիները չեն ցանկանա մերժել ամերիկացիներին, վախենալով անկանխատեսելի Թրամփի զայրույթից, ապա բոլորս էլ գիտենք, որ շատ տարատեսակ հնարավորություններ կան ֆորմալ ձևով ասել այո սկզբունքորեն համաձայնեմ, իսկ հետո գործը մտցնել դետալների եւ շարունակել այնքան, մինչեւ Թրամփի ժամկետը 2029 թվականի հունվարին կավարտվի։ Ես մի փոքր քիչ հավանական եմ համարում, որ Ադրբեջանը կհամաձայնվի ցանկացած լուծման, որը արտատարածքային միջանցք չի լինի։ Ես չգիտեմ ամերիկացիներն ինչ են առաջարկել, բայց բանականությունը հուշում է, որ դժվար է ամերիկացիները առաջարկեն Ադրբեջանին տրամադրել փաստացի արտատարածքային միջանցք, որը գտնվում է Ադրբեջանի վերահսկողության ներքո։ Մինչ պաշտոնական պատասխան չկա, այլ հարցեր եւս բաց են մնում։ Օրինակ, այսպես կոչված Զանգեզուրի միջանցքին դեմ արտահայտվող եւ Միացյալ Նահանգների հետ խիստ լարված հարաբերություններ ունեցող Թեհրանի դիրքորոշումը, նաեւ այդ միջանցքի հարցում Ադրբեջանին պաշտպանող Անկարայինը։ Թե երբ եւ ում միջոցով է Վաշինգտոնը Երևանին եւ Բաքվին փոխանցել ենթադրյալ պլանը, որի գոյությունը կողմերը չեն հերքել, Քարնեգիի հրապարակման մեջ նշված չէ։ Հոդվածի հեղինակը Ազատության հետ զրույցում փակագծեր է բացել, թե վարչակազմը մայիսի վերջին Երևան եւ Բաքու այցելած ԱՄՆ փոխպետքարտուղար Ջոշուա Հաքի միջոցով է փոխանցել։ Ամերիկացի պաշտոնյան Երևանում հանդիպել էր անվտանգության խորհրդի քարտուղարին, արտգործնախարարին, բայց ոչ վարչապետին։ Я думаю, что официальное предложение уже можно рассматривать, потому что оно все-таки было уже предложено сторонам, был визит. Կարծում եմ, որ պաշտոնական առաջարկն արդեն կարելի է քննարկել, քանի որ այն արդեն արվել է կողմերին։ Եղել է պետդեպարտամենտի ներկայացուցչի այցը Երևան ու Բաքու, եւ ինչպես ես եմ հասկանում, այս դիվանագիտական ժեստը նաեւ ունի իր շարունակությունը։ Գիտեք ինչպես են ընթանում բանակցությունները, եթե ինչ-որ մեկը ինչ-որ բան է առաջարկում, դա չի նշանակում, որ այն արդեն վերջնական արդյունք է եւ որ այդպես էլ կլինի։ Ես խոսում եմ այն մասին, որ կան զանազան տարբերակներ։ Там есть разные варианты. Ըստ վարչապետի գրասենյակի պաշտոնական հրապարակումների, ամերիկացի դիվանագետի այցին հաջորդած օրերին Նիկոլ Փաշինյանը շատ ակտիվ հեռախոսազանգերի մեջ է եղել տարածաշրջանի առնվազն 3 երկրների ղեկավարների հետ։
Պուտինի, Փեզեշքյանի, Էրդողանի հետ քննարկումների թեման նաև Հարավային Կովկասի խնդիրներն են եղել։ Էրդողանի հետ հեռախոսազրույցից հետո Հայաստանի վարչապետը Թուրքիայի նախագահի հրավերով աշխատանքային այցով Ստամբուլ գնաց։ Փաշինյան-Էրդողան բանակցության արդյունքում հայ-թուրքական գործընթացին վերաբերող որևէ կոնկրետ պայմանավորվածության մասին չհաղորդվեց։ Փոխարենը կարմիր թելի նման անցնում էր ապաշրջափակման թեման։ Պաշտոնապես միայն հաղորդվեց, որ քննարկվել է Փաշինյանի կառավարության առաջարկած ապաշրջափակման խաղաղության խաչմերուկ նախագիծը, բայց ոչ այդ օրը, ոչ դրանից հետո Թուրքիայի նախագահի հստակ դիրքորոշման մասին տեղեկություններ չհայտնվեցին։ Ռեջեփ Էրդողանի հետ հանդիպումից առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստամբուլահայերի հետ հանդիպմանը անդրադարձել էր այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի թեմային, շեշտել կոմունիկացիաների բացման դեպքում երկրների ինքնիշխանության սկզբունքը, միաժամանակ զգուշացրել. Ես ասել եմ, մենք ասել ենք Զանգեզուրի միջանցք չի լինելու, լինել բա խաղաղության խաչմերուկ։ Գիտեք, դա էլ է պետք խոստովանել, որ խաղաղության խաչմերուկը բացվեց, Ադրբեջանն էլ ասելու է, տեսեք, Զանգեզուրի միջանցքը բացվեց։ Երևանն ու Բաքուն տարածաշրջանի ապաշրջափակման հարցը խաղաղության պայմանագրից առանձնացրին գրեթե 1 տարի անց, սակայն որևէ շոշափելի արդյունք չկա։ Այս հարցով անգամ առանձին բանակցությունների մասին տեղեկություններ չկան։